Եկեք այսօր միասին պատրաստենք Նապոլեոն, բոլորիդ կողմից շատ սիրված խմորեղեն, որ պատրաստվում է այդքան հեշտ, պարզ, բայց բոլորի մոտ շատ տարբեր է ստացվում։ Խմորեղենի պատրաստման համար անհրաժեշտ է շերտավոր խմոր, իսկ թե ինչպես պատրաստել հաջողված շերտավոր խմոր, հեղումը կտեղադրեմ մեկնաբանության մեջ, մենք ալիքում ունենք տեսահոլովակը։ Շերտավոր խմորի հետ աշխատելու ժամանակ պետք է պահպանել մի քանի կանոններ։ Կանոն համար առաջին. շերտավոր խմորը սառցախցիկից հանելուց հետո մի քանի ժամ պետք է թողնել սառնարանում, ապա հանել սենյակային ջերմաստիճան, նոր աշխատել խմորի հետ։ Կանոն համար 2. շերտավոր խմորը գրտնակելու ժամանակ խմորին շատ ուժեղ չենք սեղմում գրտնակով, որպեսզի շերտերը չկպնեն իրար։ Նապոլեոնի պատրաստման ժամանակ պահպանում ենք շերտավոր խմորի հետ աշխատելու բոլոր կանոնները։ Շերտավոր խմորը բացում ենք 5 մմ հաստությամբ։ Խմորից կտրում ենք իրար հավասար կտորներ, որպեսզի կարողանանք վերջում հեշտությամբ զույգեր կազմել։ Հավասար կտորներով պատրաստած Նապոլեոնը ավելի կոկիկ տեսք է ունենում։ Շերտավոր խմորի հետ աշխատելու հաջորդ կանոնը այն է, որ գրտնակելուց հետո անպայման խմորի եզրերը պետք է կտրել, որպեսզի հավասարաչափ բարձրանա կտորները։ Օրինակ, կարելի է խաչապուրիների և գաթաների համար բացված խմորների եզրերը կտրտել, պահել Նապոլեոնի փշրանք պատրաստելու համար։ Շերտավոր խմորի հետ աշխատելու հաջորդ կանոնը թխման ջերմաստիճանն է։ Թվում է, թե որքան բարձր է ջերմաստիճանը, այդքան ավելի բարձր կստացվի շերտերը, սակայն իրականում ամենալավ օպտիմալ ջերմաստիճանը 170 աստիճան Ցելսիուսն է։ Նապոլեոնի համար շերտերը կտրատելու ժամանակ պետք է հաշվի առնենք նախասիրությունները։ Կարելի է օրինակ կտրել շատ երկարավուն, ստանալ մեկ մեծ տորթիկ Նապոլեոն, որը հետագայում մատուցելուց հետո կարելի է մանր կտորների վերածել։ Կարելի է ուղղանկյունաձև կտորներ ստանալ կամ քառակուսի։ Շատ գեղեցիկ է ստացվում նաև եռանկյան տեսք ունեցող Նապոլեոնները։ Այս խմորեղենի համար շատ կարևոր է նաև, թե ինչպիսի կրեմ ենք օգտագործելու։ Եթե ուզում ենք ստանալ խրթխրթան խմորեղեն, ապա խորհուրդ կտամ օգտագործել խտացրած կաթով պատրաստվող կրեմ։ Հղումը նույնպես կտեղադրեմ, որն ունենք մեր ալիքում։ Եթե նախապատվությունը տրվում է ավելի կրեմոտ Նապոլեոններին, ապա այդ դեպքում կարելի է օգտագործել եփովի կրեմ։ Միայն թե պետք է հաշվի առնել, որ եփովի կրեմը շուտ է ներծծվում խմորի մեջ և փափկեցնում Նապոլեոնը։ Նապոլեոնները կրեմով իրար միացնելու տարբեր ձևեր կան։ Կարելի է Նապոլեոնների եզրերին, կողքերին չքսել կրեմ, այդ դեպքում ավելի թեթև են նրանք ստացվում, քսել միայն շերտերի արանքին և երեսին և փշուրներով պատել։ Կարելի է ամբողջությամբ կրեմով պատել և շերտերը միացնել, և եզրերին քսել, և վրային քսել, և ապա պատել փշուրներով։ Շատ գեղեցիկ է նայվում նաև, երբ երեսին կրեմ չենք քսում, պարզապես շաքարի փոշի ենք ցանում։ Տարբերակները շատ են, միայն պիտի ընտրեք այնպիսի տարբերակ, որը ձեզ ավելի հոգեհարազատ է, որը դուք ավելի շատ եք սիրում։ Պատրաստի փոշիապատ Նապոլեոնների վրա անպայման պետք է շաքարի փոշի լցնել, որովհետև շաքարի փոշին միանգամից փոխում է նրանց տեսքը։ Ասեմ, որ դասական Նապոլեոնի խմորը այս շերտավոր խմորը չէ, նրա համար հատուկ խմոր է պատրաստվում, արագ պատրաստվող շերտավոր խմորից են Նապոլեոնները թխում։ Կարծում եմ մենք նույնպես մի անգամ կպատրաստենք զուտ համեմատելու համար։ Արագ պատրաստվող շերտավոր խմորից ստացած շերտերը շատ չեն բարձրանում և շատ ավելի յուղոտ ու փխրուն են լինում։ Իսկ խմորեղենի շերտերի քանակը շատ ավելին է լինում։
Բայց սա մեր հայերի սիրելի տարբերակն է և մենք ավելի շատ հենց այս տարբերակով ենք պատրաստում։ Պատրաստի Նապոլեոնը պետք է պահպանել ճիշտ եղանակով, որպեսզի հետագայում նույնպես խոնավությունը շատ չքաշի իր մեջ։ Հատուկ հերմետիկ փակ ամաններ են լինում խմորեղենի համար։ Ցանկալի է այդ ամաններում էլ պահպանել և տեղավորել սառնարանում։ Նապոլեոնը կտրելու ժամանակ օգտագործեք սղոցաձև դանակ և անընդհատ շարժումները կատարեք սղոցի շարժումներով, որպեսզի չփշրվի։ Այսօր այսքանը, բաժանորդագրվեք մեր ալիքին և սպասեք նորանոր հետաքրքիր հոլովակների։